Պարոն Աթոյան, Արարատյան Հանրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տեր-Պետրոս Ավագ Քահանա Մալյանի պարտականություններից ազատվելու հետ միաժամանակ լուծարվեց նաև Արարատյան Հանրապետական թեմի երիտասարդաց միությունների բոլոր կառույցները։ Ինչու մինչև այժմ Արարատյան Հանրապետական թեմը չունի երիտասարդաց միություններ եւ չեն կարող նոր միություններ ձևավորվել, նոր միություններ ստեղծել։ Երիտասարդաց միությունները իրանք ոչ առանձին ոչ էլ այլ կերպեր, կա եկեղեցի շուրջ համախմբված երիտասարդներ, ովքեր շեյության, հոգևոր սպասավորի հսկողության, հովության ներքո ինչ-որ գործառույթներ են իրականացնում, նաև դրա հետ մեկտեղ կառավարում են իրենց հոգևոր պահանջները, ըստ ինչ այդ պահը գործող Անթատակարգերի յուրաքանչյուր իրազի հավաքվել են, ինչ-որ քննարկումներ են ունեցել, կրկիտ ընկերություններ են ունեցել, տոնորերին տաղավարտանորերին միջոցառումներ են կազմակերպել, հատկանշական է, որ նաև նշեմ, երիտասարդաց միությունների լուծարումը համընկավ Սուրբ Սարգսի տոնի հետ, որը երիտասարդների տոններ ու այդ կոնտեքստում Արարատյան Հանրապետական թեմում որևէ միջոցառում չի իրականացավ, այնիշ նախ տարիներին մեզ հայտնի է, որ միջոցառումներ են տեղի ունեցել, մեծ միջոցառումներ են տեղի ունեցել, բան շրջանակներ են դրվել եւ այլն։ Այդ ամեն ինչը երիտասարդների գործունեությունը եւ հոգեվոր պահանջմունքի բավարարման ու սննդի ստացման աղբյուր է եւ ըստ էության ավետարանի քարոզչության միջոց է։ Այդ երիտասարդները իրանց գործունեությամբ նպաստել են որևէ մեկին դարձի գալու, որևէ մեկին եկեղեցու բերելու գործողություններին եւ այլն, իր բոլոր արգումենտներով ու բոլոր լրացումներով։ Այդ ամեն ինչը լուծարել ինքը անտարամաբանական է առնվազն։ Բայց ինչու հենց Տեր-Պետրոսից հետո հավասար նրան, որ ինչ-որ մի օր որոշի, որ օրինակի համար, չգիտեմ, Սուրբ Խաչ եկեղեցին լուծարում են, որպես այդպիսի չկա, չի կարող էլի նման բան լինել։ Կաթոլիկներն էլ իրենց եկեղեցիները հանել են աջուրդի կամ վարձով տալիս են ինչ-որ սպորտագունքների կամ ինչ-որ ռեստորանների եւ այլն, մենք այդ ճաշտ ենք խմում արդեն։ Երբ որ Տեր-Պետրոսը գնաց ուրիշ եկեղեցու ծառայության, ինչու երիտասարդական միությունը քանդվեց, ինչու լուծարվեց։ Հոգևոր այլ պաշտոնների Չեմ հիշում պաշտոններ թե չէ, նաև ընդհանուր Արարատյան Հանրապետական թեմի երիտասարդաց միությունների հավաքական պատասխանատուն էր։ Լավ, Տեր-Պետրոսը չի մի որոշությամբ տարիք ունի եւ այլն հանգամանքներ կան, անձնական, ընտանեկան, ծառայողական, էական չի։ Տեր-Պետրոսի գնալը որևէ կերպ չպետք է ազդի եկեղեցական թեմի այլ եկեղեցիների, եկեղեցիներ երիտասարդաց միությունների գործունեության հետ։ Ընդհանրապես Տեր-Պետրոսով չպետք է պայմանավորվել այդ ամեն ինչը։ Եթե նույնիսկ այլ մարդ չունեն, որ կարող է կազմակերպել, դա էլ հարցի այլ կողմն է, որովհետեւ յուրաքանչյուր երիտասարդաց միություն իր տեղում ունի հոգևոր սպասավոր, հոգևոր պատասխանատու, կլինի սարգսակ, կլինի քահանա, էական չի։ Ինքն ըստ էության օրգանիզմը շարունակում էր գործել, ու առանց Տեր-Պետրոսի։ Մինչև իրանք կարող էին ընդհանուր ժամանակավորապես ինչ-որ ոնց կար դենց թողնեին, հետագայում արդեն կանոնադրություն էին ուզում ստեղծել, ինչ էին ուզում անել, դրանից հետո նոր ինչ-որ գործողություններ են։ Ուղղակի երիտասարդների պահվածքը ստեղծության ապտակ էր իրանց համար, ըստ էության ապտակ է, հնարավոր է իրենք նկատառումներ չունեն, բայց իրենք կարծում են, որ թեմի քահանաները օրինակի համար երևի միացան բարեկարգում կոչվածին, երիտասարդներն էլ ավտոմատ միանային, ուղղակի երիտասարդներն իրենց դիրքորոշումը հայտնեցին, ոմանք ձեռնպահանջին դիրքորոշում հայտնելուց, ոմանք էլ հայտնեցին են դիրքորոշումը, հավատարիմ են մայրաթորին հավատարիմ են վեհապարի միջոցով։ Իսկ տիրադավները չեն կարող նոր միություններ ստեղծել եւ այդ երիտասարդներին իրենց մոտ տանել, իրենց միության մեջ մտցնել։ Իմաստը, ինչի՞ պիտի նոր միություններ ստեղծին, եթե երիտասարդաց միությունները կան, այդ երիտասարդներին ոչ մեկ իրավունք չունի եկեղեցուց դուրս թողնելու։ Իմ հարաբերակցությունը հենց այդ ամեն ինչին վերաբերում։ Իրանք իրանց վարվելակերպով ավտոմատ չէ, ինչոր արդեն մոտ 2-3 շաբաթը չի գործ։ 2 շաբաթը արդեն չի գործում այդ երիտասարդաց միությունները, ըստ իրանց հայտարարության։ Ընդհանրապես հոգևոր իրավաչափության կոնտեքստում չի տեղավորվում այդ ամեն ինչը։
ուղղակի ինչ-որ մեկը կարող է պատասխան տալ ինչու անցած կիրակի օրինակի համար այդ երիտասարդները իրենց գործունեությունը կամ առօրյա հոգևոր սնունդի չեն ստացել, որոնց պետք է ստանային։ Այն ինչը որ եղել է, եղած բանը չեն քանդում նորից ուղղում կառուցել։ Այդ քանդել կառուցելու կոնտեքստն արդեն իսկ բարձ է։ Որովհետև արդեն իսկ խոսակցում ներքանով ինչ այդ արդեն բարեկարգում, բարենորոգում ԿՊ այդ միասնության մարտիկ են պոստերը ներդրվել, որ ըստ էության դարձել են երիտասարդությունները իրենց քաղաքական շահերը ապահովող կառույցներ, որը անթույլատրելի է առանց որևէ այլ կարծիքի, բացառապես անթույլատրելի է։ Այս մասում ամեն ինչն է եկեղեցի քաղաքականություն ներքաշվելու արդյունքը, ոչ թե այն ինչ որ իրանք բնութագրում են անհինն։ Այս մասով Մայրաթորը ինչ անելիք ունի։ Չեմ կարող ասել, Մայրաթորը թող իր անելիքների մասին մտածի, իր գործողությունները այսպես կատարելի է ու շատ ճիշտ է կատարել։